Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից պարոն Ափո Չապարյանը, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայ կյանք շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է եւ աշխարհական հարցերով վերլուծաբան։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ, պարոն Չապարյան, եւ Ես եմ ընդունեցիք մեզ։ շնորհակալ, ես եմ շնորհակալ բարոն Այվազյան։ Այսօր շատ կարևոր օր է, Հայաստանում արդեն սկսվել են ընտրությունները, փաստացի 2 ժամը ընթանում են, մի փոքր էլ ավել։ Ես կարևոր համարեցի, որ այս օրը կարևոր մեզ համար բոլորիս ցես հետ անպայման զրուցենք, քանի որ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու, շատ լուրջ է պահը, իրոք այնպիսի պահ է հասունացել, որը Հայաստանը կամ անկախ է պահելու կամ դարձնելու է Հայաստանը կրկին ցավոք սրտի գուբերնիա եւ եթե նման բան տեղի ունենա այլևս Հայաստանի քաղաքացիները ընտրելու հնարավորություն ցավոք չեն ունենա դրա համար ուզում ենք ձեզ հետ խոսել եւ լսել ձեր կարծիքը Սիրով սա ճակատագրական պահ է ես պիտի ասեի վերջին ասենք 30 տարվա մեջ սա ամենե ճակատագրական բազմաշրջանն է եւ ընդհանրապես վերջին 1000 տարվա մեջ աննախադեպ է այն փաստը որ հայկական pedagogiությունը բազում դժվարություններ հաղթահարեց քոյութենական բادرազմ մղեց եւ միջև քոյութենական պայքար գտանի բայց իբադի մեր ժողովրդին եւ իբադի հայկական pedagogiության ղեկավարության բարձր մագարտագի ըսկոնության եւ բարձր մագարտագի քաղաքական հասունությամբ գնահատվի միջազգային աշխարհակաղակական ամենադժվար ժամանակներու ընդմեջ են եւ ամեն կերպ պայքար գդարվի որ հայոց նավը ապահով ապ հասնի քաչ իմանալով որ ռուսական դաշնությունը ոգի պրին պայքար գտանի եւ ինչքան որ ես տեղյակ եմ եթե իմ ունեցած դերակցությունները ճիշտ են բազմաթիվ սրտացավ հայրենագիցներ Հայաստանի մեջ համարյա նույն դերակցությունը փոխանցեցին եւ ասին մենք կորձ ունենք 5 միլիարդ դոլարի գաշարադուտյան ընդրակաշարքի բաժանմունքի հետ ահռելի գումարներ են դա ահռելի գումար է եւ վիթխարի պայքար է ես պիտի սա շատ ավելի վտանգավոր պայքար է քան 2020 թվականի 44 օրյա պատերազմը որովհետեւ նժարի մեջ դրված է հայկական pedagogiության ինքնիշխանությունը անկախությունը պաշտպանությունը ժողովրդավարությունը եւ մեկ խոսքով մեր զավակներին եւ թորներին աբական Պարոն Չապարյան ես համաձայն եմ լրիվ ձեզ հետ բայց եթե այդպես է մենք հասկանում ենք ես եւ դուք որ այդպես է եւ էլի շատերն են հասկանում ապա ինչու Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեժեց Հանրապետություն կուսակցության հայցը որպիսի ուժեղ Հայաստանի գրանցումը կասեցվի քանի որ մենք տեսնում ենք հարյուրավոր ընտրակաշարքի դեպքեր փաստարկված գիտեք սա շատ մտահոգիչ երևույթ մնե եւ ահազանգ հնչեցնող երևույթ մնե որովհետեւ սա գուկա փաստելու որ հայկական pedagogiության համագարկը թերևս ամբողջապես չէ ազատագրված եւ Գրեմլը եւ իր ռուսաստրուկ այդ նախկին քողապետականները անընդհատ կխոսին Հայաստանը փրկելու մասին, բայց մենք տեսանք թե ինչպես փրկեցին Արցախը, հետո սկսան խոսիլ Սյունիքը փրկելու մասին եւ անշուշտ գիտենք ինչ կգադարվի եթե իրենք փրկեն, ճագերդյալ փրկեն։ Ըստ երևույթին սա մտահոգիչ երևույթ է որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսպիսի խոշոր բացթողում կգադարի որովհետև աղաղագող փաստերու արգայությամբ
երբ ընդրակաշարք բաժանող կողմը անբադիժ կմնա, սա կդարձնի ամբողջ գործընթացը բանանային եւ բանանային հանրապետության նախադրյալները կստեղծի։ Անշուշտ մենք մեր ժողովուրդը, ես գիտեմ, որ մեր ժողովրդի հետս հետե խտացված շարքերով օժդված խավը հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը, ես հավատք ունիմ, որ բավականին հասուն, քաղաքական հասուն մոտեցումով պիտի մերժեն ընտրակաշարքը, որովհետև ընտրակաշարք ընդունելով մենք մեր զավակներին եւ թորներին վաճառած գլանք մսախած, որ ստեղծված է Կրեմլի կողմէ, մենք տեսանք եւ իմացանք, իրազեկվեցանք, թե ինչպես Կարեկին Բ. Գդրիչ Ներսեսյանի KGB կորզակալ եղբայրը Գարուն Ներսեսյանը, որ եզրած կգոչվի, ինչպես օրհնեց եւ գործնե իարգե ճագերդյալ այս բարը գսվի եւ ասենք բռնանալով երկհաղաքացիությունով Ռուսաստան բնակող հայաստանցի նույնիսկ հոգևորականների են ուղարկում Հայաստան քվեարկել այո, ուրեմն ընտրակաշարք ընդունող քաղաքացին պետք է նախքան ընտրակաշարքը ընդունելը պետք է հաշվարկի եւ իրազեկվի, թե ինչ է հետևանքը ընտրակաշարք ընդունենք եւ մեր գարջ ժամկետի վրա որոշ գումար ունենանք, սակայն երկար ժամկետի վրա ունենանք այնինչ որ ունեինք առաջին 3 քրեա օլիգարխիկ ռեժիմների ժամանակ եւ ես հբարդ եմ որ այսօրվա ղեկավարությունը անցինս վարչապետ Փաշինյանին բավականին աբանեխացման գործունեություն առաջ դարած են միջև այսօր, բայց ըստ երևույթին դժբախտաբար բավարար չէ, ինչպես որ հայտնվեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառույցներ եւ անշուշտ այս հիվանդությունը նաեւ արգա է դժբախտաբար զանազան նախարարությունների մեջ, ինչքան որ ես տեղյակ եմ։ Տեսեք, խնդիրը մի քանի շերտ ունի։ Իմ կարծիքով, դուք էլ ձեր կարծիքը կասեք, եթե սա քաղաքական որոշում էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այնինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե, ասում եմ, դա նշանակում է այն, որ այդ ուժերը այնուամենայնիվ հայտնվելով խորհրդարանում նախ Ռուսաստանի շահն են սպասարկելու, խնդիր է, բավականին լուրջ խնդիր է, եւ երկրորդը մենք տեսնում ենք ընտրակաշարքով լեգիտիմ ուժ չի լինելու ընդդիմությունը, բայց եթե քաղաքական էր այս քայլը Փաշինյանի կողմից, ուղղակի ինքը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը միևնույն է անելու է իր ընտրությունը եւ հաղթանակ է տանելու Փաշինյանը։ Ինքը վստահ է ժողովրդի վրա, բայց մենք ունենում ենք այդ խնդիրը։ Իսկ եթե քաղաքական չէր որոշումը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց վերևից հրահանգվելու է կայացրել այդպիսի որոշում, տեսնելով բազմաթիվ փաստարկված ընտրակաշարքի դեպքերը, խախտումները, ապա ինչ է դուրս գալիս, ուրեմն այդտեղ եւս վտանգ է առաջանում, որ այդ համակարգը նույնպես ցանկանում է այդ նախկին քրեաօլիգարխներին հետ բերել։ Այսպիսի վտանգներ կան փաստացի հիմա Հայաստանում, ձեր կարծիքը։ Իհարկե, այդ վտանգը արգա է, եթե մեր հայրենակիցները գիշեն, ինչքան գիտեմ, ես մոտ 3 ամիս առաջ, երբ Հայաստան կգտնվեի, առաջիններն եղա, եթե ոչ առաջինը, որ ահազանգեցի այն փաստի մասին, ուրեմն Արմեն ուրեմն անունով քրեա օլիգարխիկ համայնքի կամ շրջանագի մաս կազմող այդ անձնավորությունը ինչպիսի հրանք ստացած էր Կրեմլեն, որ իր ֆինանսավորումով Հայաստան բերե իրեն ասենք երկհաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին գաշարելով, ընդրակաշարք տալով, իրեն ճամփորդյան ծախսը դրամատրելով
եւ սա անշուշտ դժբախտաբար միան մեկ բարակա չէ, այլ բազմաթիվ բարականեր այսպիսի կան եւ վերջին շաբաթներուն եւ հատկապես վերջին օրերուն ես մոդեն հետևելով իրազեկվեցա թե ինչ մեծ քանակությամբ ընդրագաշարք բաժանող Հայաստանի քաղաքացիներ պատասխանատվության սկսած են ենթարկվել սա արդեն մի քիչ մխիթարական է բայց եթե իմ առաջադրանքը լսելի գտարնա ապա ուրեմն ես պիտի հորդորեի իմ հայրենագիցներուն որ թույլ չգտնվին եւ չխորին որ ոսկե սկուդերի վրա հաղթանակը պիտի հրամցվի այլ պետք է միջև վերջին էներգիայի վերջին գաթիլը միջև վերջին ուժը պետք է ծախսվի որ մեծ քանակությամբ Հայաստանի հատկապես Հայաստան բնակող մեր հայրենագիցները քվեարկության մասնակցելու ընդրության մասնակցելու իրենց քաղաքացիական ամենակարևոր իրավունքը եւ բարդականությունը իրականացնեն, որովհետեւ քիչ առաջ ինչպես որ նշեցինք 5 միլիարդ դոլարի հասնող եւ նույնիսկ անցնող ընտրագաշարքի այդ քանակությունը որ զորաշարժի ենթարկված է Կրեմլի եւ Հայաստանում ռուսաստուկների կողմէ դա ահազանգիչ երևույթ է դա նույնիսկ ԱՄՆ-ի պայմաններում բավականին մեծ փող է չէ թե խառնվեն ընտրություններին նույնիսկ իհարկե նույնիսկ եթե 1 միլիարդ ըլլա որ այսպեսի բան ասենք աննախընթաց է նույնիսկ ովևէ երկրի մեջ որ ասենք Ամերիկայի նման երկրի բարակային որ տրիլիոն դոլարի բազմատրիլիոն դոլարի պետական բյուջե ունի 5 միլիարդ դոլարը խոշոր գումար է աննախընթաց գումար է ուրեմն մեր խնդիրը այն չէ որ հին ռեժիմականները իշխանափոխության կամ ռևանշիզմի համար ընդունակ են ունելու ամեն ինչ սակայն մեր առաջ դրված առաջադրանքը այն է որ մենք պետք է ամեն գնով իրականացնենք ընդդիմափոխություն այսինքն ռսաստրուկ եւ օդար երկրա կորցակալ ներգա ընդդիմությունը որ արգա է խորհրդարանեն ներս դա պետք է փոխարինվի առողջ քաղաքական ուժերով որոնք բացի կբից օրինակ համար ինչպես որ քիչ առաջ նշեցիք հանրապետական կուսակցությունը Հանցինս Արամ Սարգսյանին եւ բարոն Բաբաջանին Հանրապետություն կուսակցությունը այո հանուն հանրապետություն կուսակցությունը ուրեմն այսպիսի առողջ քաղաքական ուժեր պետք է ներկայացնեն ընդդիմության թևը պետականության որովհետեւ մենք ունենանք առողջ իշխանություն եւ ունենանք առողջ ընդդիմություն եթե պետականությունը չոժդվի առողջ ընդդիմությամբ ապա ուրեմն այդ օդար երկրա կորցակալ ընդդիմությունը յուրաքանչյուր ակտով պետության երազանքները կամ առաջադրանքները ուրեմն թիգունքեն գտաշնարե եւ սաբոտաժի կենթարկե եւ հայկական պետականությունը ժամացույցի դեմ վասկի ելած է մենք ժամանակ չունենք այս գերց ընդդիմության հետ խաղալու ժամանակ սպոսանքային ժամանակ չունենք մենք ահագին առաջադրանքներ ունենք եւ Հայաստանը հոյակապ հերանգար ունի իր առաջ դառնալու դարաշրջանի Հոնկոնգը, Հարավային Կորեան, Ճապոնը ալբատկերացեք ուրեմն ովևէ ժամ որ գխլեն այս գերց ընդդիմության ուժերը դա վնաս է հայկական պետականության եւ փառք Աստծո որ
մեր հասարակությունը աննախընթաց կերպով առողջ մագարտակ ստեղծած եւ քաղաքականապես հասուն ուրեմն պետք է այո հրամեցեք Մեկ կարևոր հարց նույնպես մենք տեսանք Մարկո Ռուբիոյի հայտարարությունը սենատում, չէ, սենատորների հարցերին էր պատասխանում եւ փաստացի ինքն էլ ընդունեց, որ Ռուսաստանից ուզում են, որպեսզի Հայաստանում իշխանությունը փոխվի եւ մենք տեսանք, որ դրանից առաջ ինքը այցելել էր Հայաստան։ Դա պատահականություն չէր։ Նաեւ Թրամփի ուղերձը մենք տեսանք, բայց նույն ժամանակ Հայաստանում կա կարծիք եւ ոչ միայն Հայաստանում, որ Թրամփը չի ընդդիմանում Ռուսաստանի շահերին, Ուկրաինայի հարցում, այլ տեղերում, սա ինչպես հասկանալ։ Կարող է գա պահը, երբ Պուտինը եւ Թրամփը բանակցեն Հայաստանի մասով եւ Պուտինը խնդրի ԱՄՆ-ին ավելի հեռու մնալ Հայաստանից։ Ես իմ հայրենակիցներին պիտի հորդորեի, որ այդպիսի, ասենք, երևույթներով շատ ժամանակ չձախսե, որովհետև ամենառեալ իրականությունը այն է, որ Հայաստանի քաղաքացին ինքը պետք է գերդե սեփական պետության ինքնիշխանությունը։ Հայաստանի քաղաքացին, այո, անշուշտ հոյակապ հերանգարի առաջ կգտնվի հայկական պետականությունը Թրիփով Եվրոմիության հետ համագործակցությունը առավել զարգացնելով դարաշրջանի թշնամի պետություններ, որոնք այդպես ասենք սցենար պատրաստված էր, որ Հայաստանը հավերժական պատերազմի մեջ լա, ուրեմն հիմա արդեն շնորհիվ վարչապետ Փաշինյանի իրադեսական արտաքին քաղաքականությամբ ռեալ պոլիտիկ մոդեցումով Հայաստանը սկսած է զարգացնել իր գաբերը նույն Ադրբեջանի հետ եւ նաեւ Թուրքիայի հետ եւ այս պատմական խաչմերուկին Հայաստանի քաղաքացին շատ ուշադրություն պետք չէ դարձնի նախ Թրամփի Պուտինի հետ սիլիբիլի ընելու այդ թեմաներու վերաբերյալ ինչու որովհետեւ Ամերիկայի պետությունը ամերիկյան պետությունը ինստիտուցիոնալ պետություն է չմոռանանք որովհետեւ Ամերիկայի պետությունը շատ լավ կորձող անշուշտ իր դժվարությունները ունեցող ռազմաքաղաքական համագարկով առաջ կերտա եւ այս պահին ես մի քիչ պիտի զուսպլամ շատ պիտի չի խորանամ այդ թեմայով բայց պետք է ես այստեղը շատ հստակ բացկամ ու ուղերձ ներկայացնեմ մեր ներքին ռեսաստրուկներին որ ատկանալ չողոքեվորվեն Թրամփը գրնա կարող է պատահի որ Պուտինի հետ կարող է մեկ շաբաթ սիլիբիլի բայց երկու ամիս կարող է սրացնել պայքարը մենք տեսանք ինչպես մոտ 4-5 ամիս առաջ նույնիսկ ավել երբ հին ռեժիմականները անցինս Քոչարյանականներին Սերժ Սարգսյանի գոմնագիցներին երբ Թրամփը որոշ ժամանակ Պուտինի հետ ասենք սիրալիր ճագերդյալ սիրալիր գաբեր փորձեր զարգացնել բայց միևնույն ժամանակ մենք ականատես եղանք թե ինչպես ամերիկան հետ չկանգնեց Ուկրաինային աչակցելուց եւ ի վերջո մեր հայրենագիցները ովքեր սիրահարված են հյուսային մեր ողերին ընկերների հետ սերտ գաբեր զարգացնելու մտքով պետք է իմանան որ քաղաքագիր աշխարհը միջազգային հանրությունը թույլ չի տալու որ ավտոկրատ պետությունները ջզմեն ժողովրդավարական համագարկը բայց ժողովրդավարական համագարկ զարգացնել ցանկացող պետությունները եւ իրենց քաղաքացիական հասարակությունները անոնքալ իրենց մասնաբաժինը պետք է իրականացնեն այսինքն ոչ մեկը մեզի ոսկե սկուտերի վրա ապակա չի հրամցնելու մենք որ մեր արույն քրտինք բայկարով պիտի գերդենք
ամրոց բեդություն իմիջայլոց այս արդի պետք է ասեմ, որ շատ ուրախալի էր, որ մենք ականատես եղանք մայիս 28-ի արդիվ այդ ռազմական շքերթին եւ իրազեկվեցանք, թե ինչպես հայկական pedagogiությունը օժտված է արդիական, քերարթիական ասենք տեխնիկայով եւ նաեւ սկսած է դեղական ռազմական արդյունաբերությունը իր ասենք իր բարենպաստ օգուտները դալ եւ պետք է ասել, որ մեր pedagogiությունը բոլոր նախադրյալները ունի վստահելի partner ըլալու, որովհետև այս երկրակունքը լալկան երեխաների երկրակունք չէ, այս երկրակունքը պետք է յուրաքանչյուր պետություն իր ներքին դոգունությունը զարգացնե աննախընթաց կերպով, որովհետեւ կարողանա եւ ներքին եւ արտաքին մարտահրավերներին հաղթահարել։ Պարոն Չապարյան, մենք տեսանք, թե Պուտինի հռետորաբանությունը ինչպես փոխվեց վերջերս։ Եթե դուք նկատեցիք, նախկինում նա սպառնում էր Ուկրաինայով, ասում էր հանրակրվե պետք է անցկացնեք, հիմա ասում է խնդրում եմ, անցկացրեք հանրակրվե, ամեն սուվերեն երկիր իրավունք ունի որոշելու, թե ում հետ է լինելու, ում հետ է ավելի կարող մոտենալ, շահերը ում հետ է համընկնում, քաղաքական հայացքները, նաև արժեքները, այդպիսի ոճային փոփոխություն տեսանք մենք կոնկրետ Պուտինի հայտարարությունների մեջ, չնայած որ տեսնում ենք Մեդվեդևի անշնորհք հայտարարությունները, Զախարովայի անշնորհք հայտարարությունները, պակաս չի մնում Լավրովը, Վերչուկն է շատ ակտիվ, էլի ով ասես, շատ ազգեր անուններ կարող եմ տալ, բայց Պուտինի հայտարարության մեջ մենք տեսանք փոփոխություն, ինչով է դա պայմանավորված, չաշխատեց հայկական ապրանքների նկատմամբ էմբարգոն։ Այո, չաշխատեց, որովհետև ինչպես որ բազմաթիվ հայրենագիցներ գիշեն լուսամիտ քաղաքական ստրատեգիստներ ռազմավարական միտ զարգացած մարդիկ սկսած էին արդեն բավական ժամանակ առաջ չադակովել այն միտքը, որ Հայաստանը իրավունք ունի դիվերսիֆիկացիա անելու իր արտաքին զինակցությունները, թերևս 2021 թվականին օրինակի համար բավականին լուրջ թիվ գազմով ամերիկահայեր եւ հայասեր ամերիկացիներ եւ որոնց հերթին ցերխոնար ծարան այն միտքը սկսանք առաջարկել բազմաթիվ երկրներու մեջ ռազմաքաղաքական շրջանակների ասենք որոշում կայացնող ղեկավարության մոտ, որ Հայաստանը չի կարող ամիջապես կամ ամիջականորեն ռուսական օրբիտից, ռուսական աստիճան զիրից դուրս գա, այլ պետք է որ մոդեցումը փոխվի եւ սկսենք չադակովել Հայաստանի Հանրապետության ձնյալ իրավունքը իր արտաքին զինակցությունը բազմազան դարձնելու դիվերսիֆիկացիա իրականացնելու եւ այդ կոնտեքստի մեջ կարելի է գաբերը զարգացնել եւ ահավասիկ մենք ականատես եղանք ճիշտ է նախագահ Թրամփը որպես թիվանակետ որպես Ամերիկայի պետության համար առաջին թիվանակետ Պուտինի հետ կարող է սիլիբիլի եղնել բայց միևնույն ժամանակ մենք տեսանք ականատես եղանք թե ինչպես նախագահ Թրամփ ռազմագիտական խիստ կարևորություն ունեցող համաձայնագիր ստորագրեց եւ նախքան նախագահ Թրամփը Բայդենի վերջին շաբաթների ընթացքին Բլինքենը եւ բարոն Միրզոյանը արտգործնախարարը նույն ոգիով համաձայնագիր իրականացին, պայմանագիր իրականացին եւ նրան հաջորդեց Ֆրանսիան եւ այլ երկրներ եւ վերջերս նաև իրազեկվեցանք Լեհաստանի հետ հadoop գաբերու զարգացումը եւ ասենք շրընթալից պատկերը Հնդկաստանի հետ գաբերի զարգացումը ուրեմն սա արդեն հայկական ինքնիշխանության
հիմքերը առավել ուժեղացուց եւ ինչպես որ անգլերեն գսեն հայկական pedagogiությունը սկսավ ունենալ increasingly stronger bargaining position այսինքն փանակցային իր թիրքավորումը ավելի ուժեղացուց եւ սա է որ մենք պետք է միշտ հաշվարկ մեր ընդհանուր հաշվարկի Մեր քաշը ընդհանուր ավելացավ այո իհարկե ուրեմն մենք ես որպես սրդացավ հայ համախոհ եմ որ Հայաստանը շարունակե իր կապերը ռուսական դաշնության հետ սակայն թույլ չտալով որ ովևէ պետություն ոչ միայն Ռուսաստանը թույլ չտալով որ ովևէ պետություն մոնոպոլիայի չընթարգի իր հարաբերությունները Հայաստանի հետ այսինքն ոչ մեկ պետություն մոնոպոլիա պետք չէ ունենա Հայաստանի վրա եւ այս առումով պետք է ասել որ քաղաքակիր աշխարհը շատ ավելի մարդասիրական է այս առումով եւ շատ ավելի աճակցող ոգիով գմոդենա քան թե ավտոկրատ այն պետությունները որոնք անընդհատ կփորձեն իրենց հարևան պետություններին գուլ տալ գուբերնիայի վերածել եւ այս արդիվ պետք է ասել որ ընդրությունը քաղաքացիական հասարակության մոտ շատ հստակ է ավելի լավ է փոխշահավետ եւ equitable այսինքն երկուստեք հարստություն ըստեղծող պետական գաբերը զարգացնելը քան թե միագողմանի գաբեր զարգացնելը երբ մեկ պետություն գտիրանա կառույցների ասենք հարստությունների վրա եւ ժողովուրդը անընդհատ թշվառության մեջ կթողի եւ տնտեսական զրկվածության մթնոլորտ կստեղծի եւ տնտեսական զրկվածությունը պետք է շատ արագ վերանա եթե Հայաստանի քաղաքացիական հասարակությունը առողջ մոդենա մերժե ընդրակաշարքը մերժե վաճառել իր արժանապատվությունը մերժե վաճառել սեփական ինքնիշխանությունը մերժե վաճառել իր զավակների եւ թորների ավական Գիտեք ինձ միշտ հետաքրքրել է թե հիմա այս վերջին շրջանում հատկապես որքանով Ամերիկայի Միացյալ Նահանգներում խոսվում է Հայաստանի մասին այդ փաստաթղթերի մասին որը որ կնքվում է Հայաստանի հետ թրիփի մասին հարավային Կովկասի կարևորության մասին գիտեմ որ նախինում գրեթե չէր խոսվում եւ ամերիկացիները ոչ հայերը այդքան էլ լավ ծանոթ չէին հարավային Կովկասին Հայաստանին իսկ հիմա ինչ որ բան փոխվել է թե չէ Իհարկե հիմնական գերվափոխություն առաջ եկած է մտածելակերպի մեջ որովհետև առաջ ասենք քաղաքագետ աշխարհի ուժեղ պետությունները եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը գագնկալ էին որ Հայաստանը ամբողջովին անչափվի եւ ռուսական ասերության ձևից դուրս գա հետո նոր զարգացնեն ռազմագիտական գաբերը բայց հիմա ի ուրախություն մեր ժողովրդին այդպես չէ հիմա արդեն բարոն Պուտինը շատ լավ կհասկանա եւ Մեդվեդևը անշուշտ Պուտինի խոսնակը ըլլալով իրենց զայրույթը կհայտնեն բայց վնաս չունի վարչապետ Փաշինյանը որպես խաղաղության խաչմերուկի չադակով թող բոլորի հետ հանգիստ հարաբերությունները պահպանե առանց թշնամանք առաջացնելու բայց միևնույն ժամանակ ինչպես որ մենք կտեսնենք իբադիվիրեն հետապնդելով ակտիվ կերպով հետապնդելով հայկական pedagogical ինքնիշխանության պաշտպանության ժողովրդավարության տնտեսության հզորացման գործընթացը Շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույց ստացվեց այսօր պարոն Չոփարյան եւ ձեր մաղթանքը ընտրությունների կապակցությամբ ինչ ուղերձ կհղեք մեր Հայաստանի քույրերին եւ եղբայրներին արդեն ինչքան որ դեպիակ եմ ընդրադարածները արդեն սկսած են կորձել իհարկե արդեն 10 անցկես է մեզ մոտ մի փոքր ուշ հրապարակենք մեր հաղորդումը
Այո, պետք է ասել, որ սա ոչ միայն իմ անձնական առաջադրանքն է, այլ բազմաթիվ, շատ սրտացավ Ամերիկայերի եւ նույնիսկ արտերգրի դարբեր երկրների մեջ բնակող հայության, որ Հայաստանի քաղաքացին գիրարե իր իրավունքը առանց վախի ենթարկվելու, առանց շանտաժի ըսկացումի եւ արժանապատիվ կերպով վճիր արձակե ընդրադուփեններս իր քվեն վստահելով ապակայաբաշտ առողջ քաղաքական ուժերին եւ որոնց հերթին քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը, հանրապետություն գուսակցությունը, հանուն հանրապետության գուսակցությունը առողջ մեկ խոսքով, եթե մարդիկ չեն ասենք հագվիր ընտրելու բարոն Փաշինյանին, առնվազն թող իրենց ցայնը չվստահին հետաթիմական ուժերին, ռևանշիստներին, քրեա օլիգարխիկ արժեքային համագարկով առաջնորդվող դնականդ ուժերին, ռսաստրուկներին, ես ռուս ժողովրդին գսիրեմ, շատ գսիրեմ, բայց միևնույն ժամանակ շատ հուսախաբություն կապրիմ այն փաստի պատճառով, որով մենք ականատես եղանք 2020 թվականին այդ խոշոր թավաճանության, որ Ռուսաստանը կորձեց Հայաստանի հանդեպ, եւ նաեւ մենք տեսանք ինչպես իր փրկարարները փրկեցին Արցախը եւ հետո կփապակին փրկել Սյունիքը եւ ի վերջո փրկել Հայաստանը։ Մենք այդ տեսակ փրկարարներին կարիք չունենք։ Մեր քաղաքացին հուսալի է որ սկոն գլա եւ մի քանի $100 համար իր բեդությունը չի վաճառել, իր զավակները թորները չի վաճառել, որովհետեւ սա ինձ կթվի երևի վերջին բատմական արիտն է, որ կներկայացվի հայ ժողովրդին եւ հայասեր մեր Հայաստանի մյուս քաղաքացիներին եւ որոնց հերթին մեր եզիդի եղբայրները, քույրերը, նույնպես ասորի եղբայրները, քույրերը վստահ են, որ բոլորն ըսկոն եւ բարձր գիտակցությամբ պիտի իրենց քաղաքացիական ամենակարևոր բարդականությունը իրականացնեն եւ մենք կարողանանք ընդդիմափոխություն իրականացնել, որովհետեւ ներքին սաբոտաժը վերացվի եւ pedagogiությունը կորձե օպտիմում իրավիճակով եւ մենք կանխենք Կրեմլի Հայաստանը գուբերնիա դարձնելու այդ նենք ծրագիրը, ծայրակավար դարձնելու նենք ծրագիրը եւ երթանք ընթരാճ եւ հետո չսենք եւ որ ասված մի արասե նոր բادرազմը լա հանգարց այնպես չբադայի որ 2020 թվի նման մեր հայրենակիցները հուսան որ ամերիկան կամ ֆրանսան կամ Եվրամիությունը հասնի Հայաստանի օգնության, բայց եթե մենք մեր դարական բարդականությունը չկատարենք, արդար կլինի մեր գոյություն չունեցող գործընկերներեն աջակցությունը ստանալ։ Դա իրատեսական բան չի։ Հետևաբար մեր ներքին համախոհությունը պետք է իքորս տրվի եւ լիակատար կերպով կորզատրվի, որովհետեւ մենք արժանի դառնանք եւ արժանավոր partner դառնանք քաղաքագիր աշխարհին, ազատ աշխարհին եւ մեր զավակների աբական ամուր հիմերի վրա տնենք եւ ինչպես որ վարչապետը իր ուղերձի մեջ ասավ մոտ 24 ժամ առաջ որ ներքախտը սկսած է այդ բարը երբ լսեցի իրավես փշակավեցի ես երկար դասնամյակների վեր չադակով եղած եմ ներքախտի, բայց ոնց կարողանանք ներքախտ իրականացնել։ Եթե Հայաստանը փոքրիկ Իսրայել դառնա, ԱՄՆ-ից էլ շատերը կվերադառնան, նույնիսկ ոնց կարելի է ներքախտ ոնց կարելի էր ներքախտ իրականացնել հին
քրեա օլիգարխիկ ռեժիմների ժամանակ եւ նույն ինքն Հայաստանի քաղաքացին գիրավազրկվեր, գենթարգվեր հոկտեմբեր 27-ին արհավիրքին, գենթարգվեր 2016-ի քարորիա պատերազմի արհավիրքին, գենթարգվեր 2020 թվականի 44-օրյային եւ ասենք ըսպյուրքեն հայրենադարձություն իրականացած մարդը գտալանվեր, բայց հիմա իբադիվ ներգա քաղաքացիական հասարակության եւ ղեկավարության այդ հիվանդությունները ինձ կթվի բավականին լավ ձևով բուժված են։ Հիմա արդեն մենք կորզ ունենք առողջ քաղաքացիական հասարակության հետ, առողջ ղեկավարության հետ, pedagogan ղեկավարության հետ, անշուշտ թե pedagogan բյուրոկրատիայի մեջ թերգան դժբախտաբար ռսաստրուկներ, բայց ոչինչ, այդ հայրենագիցներն ալ գլուսավորվին եւ գմիանան հայրենաշինության, pedagoganաշինության աշխատանքներին։ Շատ շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։ Հաջողություն։